Ինչ է հայրենասիրություն։ Ես հարց չեմ տալիս։ Ուղղակի ձեր ուշադրությունն եմ գրավում, քանի որ մենք առաջին իման որ մենք գրեցինք դա մեր սերն որ արտահայտեցինք մենք գրավոր դեպի մեր հայրենիքը, մեր Վրաստանը եւ ընտրեցինք այն շարժությունները, որոնք իսկապես ակնհայտորեն տարբերվում են մյուսներից։ Եվ այն, որ մոտավորապես 100 շարժություններից անցան մոտավորապես 29-ը, 27-ը, դա ձեր իմացությունն է, ձեր բառերը, ձեր նախադասությունները արտահայտելու ունակությունը, որ դուք կարողացաք ավելի գեղեցիկ հայտնել այն, ինչ կար ձեր մտքում, եւ մենք կարդալով այն իսկապես տարբերեցինք մյուսներից։ Այն որ կային, Նինոցմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում կայացավ Վրաստանն իմ հայրենիքն է խորագրով շարադրությունների մրցույթի երկրորդ փուլը։ Մրցույթը տեղի ունեցավ մունիցիպալիտետի քաղաքապետարանի կանանց իրավունքների հավասարության եւ տուրիզմի բաժնում։ Եզրափակիչ փուլին մասնակցեցին մունիցիպալիտետի տարբեր դպրոցների 27 լավագույն աշակերտներ, որոնք նախապես հաղթահարել էին ընտրական փուլը։ Մենք այս ձևի միջոցառումը արդեն մի քանի տարի անցկացնում ենք, այն ուղղված է բացահայտելու երեխաների մեջ իրենց տաղանդը, այսինքն այն ունակությունը, որ իրենց մեջ ցանկանան իրեն գտնել։ Դա կապված է այսինքն եւ նկարչության, եւ ասմունքի, եւ շարադրության ձևով։ Ամեն տարի մենք փոխում ենք այս ֆորմատը եւ այս տարի որոշեցինք անցկացնել շարադրություններ եւ առաջարկեցինք թեման Վրաստանը իմ հայրենիքն է։ Եվ 100 երեխաներից, որին մասնակցում են մեր բոլոր դպրոցների երեխաները, մենք ընտրեցինք 27-ը եւ իսկապես այս աշխատանքները ավելի ցույց էր տալիս, որ իսկապես այն գրված է իրենց ձեռքով։ Կային գործեր, որ ասենք վերցված էր ինտերնետից, այլ միջոցներից եւ դա միանգամ զգացում էր։ Իսկ այն որ իրենց խոսքերը, իրենց բառերը օգտագործելով մենք զգացինք, որ իսկապես այս տարբերվում է, հենց ընտրեցինք այս 27 շարադրությունները, որը ծանոթացին հաղթողներ առաջին փուլում։ Առաջին փուլը մենք եզրակացեցինք նվերներով, փոքր խորհրդանշող նվերներով եւ կարծում եմ դա կլինի նրանց համար այսօր խրախուսական։ Երկրորդ փուլը արդեն մենք առաջարկեցինք 5 թեմաներ, որոնք իրենք կգրեն հենց մեր մոտ, մեր սենյակում եւ այսօր եւ նրանցից մոտավորապես 20 երեխաներ, ովքեր իսկապես կտարբերեն արդեն իրենց թեմանով, իրենց առաջարկած մտքերով մենք կընտրենք եւ ամառը երկօրյա էքսկուրսիայի ձևով մենք նորից իրենց կխրախուսենք, որպես երեխաները զգան, որ իրենց յուրաքանչյուր աշխատանքը, այն որ իրենք կատարում են, եւ դա իսկապես հասարակության համար հաճելի է, անպայման պետք է գնահատվի, որ իրենք զգան, որ իրենք կատարում են այնպիսի աշխատանք, որոնք իրենց հետագայում կարող է օգտակար լինել։ Բայց այսօր աշխատությունը, որ իսկապես չի կարելի ասել, որ դա ինչ-որ դպրոցական թեմա է, բայց շարադրությունը հենց մեծ աշխատանքների, մեծ մասնակցությունների ինձ էլ ժամանակին շարադրությունները գլոկտել օգնել, որ ես դարձել եմ ժուրնալիստ եւ աշխատել եմ իմ այս ընդված մասնակցությամբ ժամանակակից բլոգերները բոլորը գրում են։ Եվ դա հենց շարադրությունների թեմաներն են, էսսեներն են, որով նրանք իրենց գտել են իրենց եւ աշխատանքային ձևը եւ իրենց դրսեւորման ձևը։ Այնպես որ ես կարծում եմ, որ այս ֆորմատը մեր երեխաների համար կլինի բավականին իրենց համար պրոգրեսային երևույթ, որ կարողանան ընթացքում իրենք ընտրեն, թե ինչով կարելի է իրենց զբաղվել։ Եվ այն որ եւ քաղաքապետարան եւ հասարակությունը խրախուսում է այսպիսի ձևաչափերը, դա իրենց համար ավելի մեծ երաշխիք կլինի, որպեսզի հետագայում կարողանան ընտրել իրենց մասնագիտությունները։ Մրցույթն անցկացվել էր 2 փուլով։ Առաջին փուլում դպրոցների մանկավարժները ընտրել էին լավագույն աշխատանքները, ընդհանուր առմամբ ներկայացնելով շուրջ 120 շարադրություն։ Մասնագիտական հանձնաժողովի գնահատմամբ ընտրվել էին եզրափակիչ փուլ անցած մասնակիցները։ Երկրորդ փուլում աշակերտները շարադրություններ գրեցին «Մեր գյուղը», «Աշխատասեր ընտանիք», «Լեռնաշխարհի զարդը», «Անմոռաց անուն» եւ «Ջավախքն իմ օրանն է» թեմաներով։ Ես քաղաք Նինոցմինդայի առաջին հանրային դպրոցի 10-յա դասարանի աշակերտուհի եմ, ներկայացրել եմ իմ դպրոցը, տպավորությունները շատ լավն էին, քանի որ այնպիսի խորագիր էր ընտրված, առաջին փուլը Վրաստանը մեր հայրենիքն է խորագրով շարադրություններ, որը իրոք տպավորիչ եւ լավ խորագիր էր ընտրված, ես մեծ ջանքով գրել եմ շարադրությունը եւ փորձել եմ արտապատկերել թղթի վրա այն,
ինչ մարդիկ չեն կարող տեսնել իրականում, սակայն խոսքերը քիչ են նկարագրել այն, ինչ զգում ես, եւ ուզում եմ, որ բոլորը հնարավորինս չափով այցելեն մեր երկիր եւ տեսնեն այն ամենը, ինչ որոշ չափով նկարագրել եմ թղթի վրա։ Այսօր նույնպես շահադրություն ենք գրել 5 խորագրից պետք է ընտրեինք մեկը։ Ես ընտրեցի Ջավախքի Մորաննե խորագիրը եւ նույնպես փորձեցի արտապատկերել այն, ինչ տեսնում եմ։ Սակայն հոգու զգացմունքները լիովին չկարողացա արտապատկերել, քանի որ այնինչ տեսնում ես, այնինչ զգում ես, բառերով չես կարող նկարագրել այդ ամենը։ Եվ ցանկանում եմ, որ բոլորը հնարավորինս չափով այցելեն Ջավախք եւ տեսնեն այս հոտը, բույրը, այստեղած օդը, թե ինչպիսին է այստեղ, անձրևները, եղանակը եւ գուցե հնարավորինս չհավանեն այստեղ, սակայն բոլորիս համար մեր օրրանը, մեր տարածաշրջանն է համարվում եւ հենց Ջավախքը այն տարածաշրջանն է, որը ներկայացնում է ցանկացած ճյուղ, ցանկացած բնակչության այն տեսակը, որտեղ աշխատասիրությունը, հարգանքը միմյանց նկատմամբ եւ բարությունը ամենաշատն է նկարագրված։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ նաև քաղաքապետարանին, որ կազմակերպել է այսպիսի հիանալի միջոցառում եւ տվել է մեզ հնարավորություն ներկայացնենք այն, ինչ զգում ենք եւ ընտրենք այն թեման, որը մեզ հոգեհարազատ է թվում։ Նաև տեղի ունեցավ պարգևադրման արարողություն։ Իմ Վրաստանը մրցույթի բոլոր մասնակիցներն արժանացան պատվոգրերի։ Միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի եւ ավականուն ներկայացուցիչներ, ինչպես նաև դպրոցների ուսուցիչներ ու աշակերտների ծնողներ։ Հաղթողների համար նախատեսված է ճանաչողական էքսկուրսիա Վրաստանի պատմամշակութային վայրեր, իսկ վերջնական արդյունքները կհայտարարվեն առաջիկա օրերին։